Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ տուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Կարող եք նաև բաժանորդագրվել մեր ազգասերների ընտանեկան ծանոթությունների էջին, որը բացում եք իմ գլխավոր էջը վերևում գրված է։ Սեղմում եք Telegram-ում, գցում եք ձեր նկարը, գրում եք ձեր տարիքը եւ բնակավայրը եւ անունը։ Ովքեր ցանկանում են ինչ-որ զուգ իրենց կյանքի ընկեր գտնել, ոչ թե սեղմում եք տվյալ մարդու նկարին եւ գրում եք կամ ընդհանուր էջում, սեղմում եք իր էջի վրա, որ նկարի կողքը փոքր երևում է, այդտեղ անձնական գրում եք։ Կարող եք նաև բաժանորդագրվել մեր Արմինե Պերճյան էլի վերևում դրված YouTube ալիքը, որը զբոսաշրջային ալիք է եւ ցանկության դեպքում ձեզ կտրամադրենք գիդեր Ֆրանսիայում, Գերմանիայում։ Անցնենք այսօրվա հաղորդմանը։ Նախ հարգելիներս, երեկվա իմ ասացից հետո Արարատի պահով ոնց ասեցի, այտենց է լրություն մնաց, քանի որ ես իմ ասացի մեջ ճիշտ էի, քանի որ հրամանը տվել է հենց Կռեմլը, որ ոչ մեկ հանգարտ չխոսի Արարատի մասին, դրա համար էլ բոլոր կուսակցությունները ու խմբավորումները լուռ են, խոսում են միմիայն իրենց հիմարություններից, չհաշված մի քանի հատ բլոգերներ, որոնք խոսեցին Արարատից, բնականաբար Արարատից խոսելուց բացի ոչ մեկ իշխանության մեջ, հակաիշխանության թեկուզ իբր թե ընդդիմության մեջ ոչ մեկ չխոսեց։ Հարգելի ժողովուրդ, ես հիմա ասում եմ, եթե ձեն չեք հանե, ում անունը Արարատ է, գնացեք ձեր անունը, պիտի ասվի ձեզ Արաբատ կամ Արաֆատ կամ Ալմալիկ կամ ինչ ուզում ա լինի, Արարատ քաղաքի բնակիչներ եւ Արարատի մարզի բնակիչներ, ձեր անունն էլ է փոխվելու։ Ես ուզում եմ դիմեմ ներքին գործերի նախարարին, այն որ չեղածտեղից ոչինչ ա ներկայացնում, Արփինեի է, ինչը Արփինե, դու ծննդով Արարատի մարզից ես, կարծեմ Արարատից ես, թե որ գյուղից ես։ Հիմա դու ձեր մարզը, ձեր բարեկամները ուրախ են, որ ձեր մարզը քո հարևաններ ուրախ են, որ դու ձեն չես անում, ասում ես ճիշտ են անում։ Ոչ միայն ձեն չեք անում, ամբողջ ԿՊ-ն ընկած, ինչքան ոչիլ ունեն, ասում են ճիշտ ենք արել, որ Արարատը հանել ենք։ Հա, եւ ամեն ինչը կա Արարատով պիտի փոխվի անունը։ Ժողովուրդ, եթե դուք ուրանալու եք Արարատը, որ աստվածային է, Աստծո անեց կգալու է։ Հայ ժողովրդի վրա, ես լուրջ եմ ձեզ ասում։ Արարատը հենց այնպես չի տված հայերին։ Արարատ այր եւ այդտեղ այր տղամարդ կամ արարիչի զավակ, Արարատ, այնտեղ, որտեղ շատ արեր կան։ Ես ձեզ նույն բանն եմ ասում, շատ զարմանալի է, ուրիշները ծանոթացել եմ երեք մեր ծանոթներից մեկը քուրդ անունը դնում է Արիան։ Հասկանում եք, չէ, երեխեքի անունը դնում են Արմին, քրդերը եւ այլն, պակիստանցիները, տաջիկները Արմին, Արմենիա, Արարատ, բայց Հայաստանը հրաժարվում է Արարատից։ Պատկերացնում եք դուք ինչ է նշանակում։ Եթե հրաժարվում եք, ոչինչի դեմ էլ դուք չեք ունենալու։ Թուրք դառնալով դուք դրանից չեք զրկվելու, քանի որ չմոռանանք, որ 1933 թվականին արդեն Թուրքիայի անձնագիր ստացած մի խումբ հայեր եւ քրդեր կոտորվեցին 35-ից 42 թվականը Դերսիմում, այսօրվա Բաբերթի մարզում եւ մնացած տեղերում, Թունջելիի մարզում, կոտորվեցին, որովհետեւ իրենք հայ էին։ Կոտորվեցին նրա համար, որ իրենք ուրիշ էին, ճիշտ է, անձնագիր ստացել էին Թուրք էին համարվում, բայց ուրիշ են։ Կոտորվում են մինչև հիմա, որովհետև այդպիսին են։ Ցանկացած հանցագործության դեպքում բռնվում սպանվում է այդ մարդը, որ ինքը ուրացել է իր հայրենիքը։ Հայրենիք ուրացողը ժողովուրդ ոչ մեկ ոչ մի երկրում չի հարգում։ Նույն հիշում եք Խրիմյան հայրիկի խոսքը։ Բերլինի կոնֆերանսում, որ գնացել էր, ասում է, ես մի թուղթ էի տարել։ Այնտեղ իրեն պատասխան են տալի, գիտես ինչ կա Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան։ Հենց նոր այստեղ սերբերն էին եկել հարց լուծելու, թրերով էին ու թրերից արյուններ կաթում։ Եվ դրա համար Սերբիան եւ մյուսները Բուլղարիա մնացածը հույները անկախություն ստացան ռումինացիք, իսկ հայերը թղթով էին գնացել։ Դրա համար ստացան թուղթ, ուղղակի ճմրթած թուղթ գցիներեսների։ Հիմա նույնը ձերն է դուրս գալիս, եթե սկսեք դուք ուրանալ, ես դիմել եմ այսօր բոլոր Արարատ անունով տղաներին Հայաստանի, հսկայական քանակությամբ, ես չեմ ասում, կներեք մի հատ ուղեմ, ես չեմ ասում, կներեք, Արաբատին, որ ինքը վաղուց արդեն Արաբատադառ է, տղեկ դուք ուրախ եք, որ ձեր անունը կամ Արարատյան ազգանունով կամ Արարատյան փողոց
կամ Արարատյան մասիվ, հա, բոլոր ձեր անունները փոխվի, եթե ուրախ եք, ես չունեմ ասելու։ Պրինցիպի ինչի բոլոր հոփել քշողներիդ համբալասին ոչ մեկը ծեն չանեք։ Ինչ կլինի, որ ձեր անունները փոխեն, սարքեն ID-ն կամ այգյուլ։ Արեք, բայց Աստծո պատժից չեք, ոչ մեկը Աստծո պատժից չեք փախնելու։ Չասեք ես ինչ անեմ, ոնց որ ինձ տակը գրում էին մի քանի գրավորական։ Մենք ինչ անենք, թող ընդդիմությունը անի։ Եսս հարց անընդհատ բարձրացնելու եմ։ Արարատը Հայաստանի ամենա Աստծո կողմից տրված նվերն է Արարատ լեռը եւ Արարատ անունը։ Դրանից հրաժարվողը համար 1 Աստծո թշնամին է։ Սատանա եւ Հուդա։ Ես էլ ուրիշ բանից չեմ ուզում խոսամ, հիմա լցել են էջերը տարբեր բաներով, իբր ժողովրդին շեղեն, հա, Վարդանիկի գովքն են անում, էս են անում, են անում։ Բա սրանից հետո էլի եմ կրկնելու, դե թող ոչ մի կուսակցություն եւ խմբավորում չհելնի ասի ես հայի ազգի հետ եմ, որտեղ թե Արցախի հարցը, թե պատերազմների հարցը, թե այս Արարատի հարցին բոլորը լուռ են ռուսի տակ մտած։ Հիմա կներկայացնեմ միջազգային վերլուծական եւ պատմական հետաքրքիր զուգահեռ, ժողովուրդ ջան, որպեսզի դուք հասկանաք իրականում ինչ է նախատեսված եւ ինչ է նախատեսված մեր հարևան երկրների եւ ինչու՞ չէ նաեւ միգուցե Հայաստանի համար։ Նախ ես ներկայացնելու եմ առաջինը վերլուծականը, որը ներկայացված է այսօրվա քաղաքականության վերաբերյալ, ինչ է նախապատրաստում Հայաստանի եւ Ադրբեջանի։ Սկսեմ հիմնականում Ադրբեջանից, քանի որ ամեն ինչը սկսվեց նրանից, երբ Ադրբեջանն ու Իսրայելը, այսինքն կուտը կերավ Ադրբեջանը եւ Իսրայելի ճանապարհով գնաց, որին նույնիսկ Էրդողանն էր ասում այդ ճանապարհով չգնաս։ Եվ սրա վառապացույցը եղավ այն, որ Քաթարին խփեցին ջհուդները, բայց պետք է Ադրբեջանը ստորենքի պաշտպաներ ջհուդներին, բայց պաշտպանեց բնականաբար արաբական աշխարհին, քանի որ Քաթարն է ֆինանսավորում Թուրքիայի տերորիստական բոլոր ծրագրերը։ Դրա համար է Թուրքիան այնտեղ 3000 զորք ունի։ Հերթով գնում ենք առաջ։ Քանի որ ջհուդները իրենք էլ արտահայտվում են, որ իրենք օգնել են հայերին Արցախյան պատերազմում, ինչպես նաև թուրքերը մնացածը հպարտանում են, օրենքով Ադրբեջանը պետք է իրենց հետ լիներ։ Բայց քանի որ Ադրբեջանը Ալիևը գնալով Էրդողանի քաղաքական ճանապարհով միանգամից ընտրելով իբր թե իր կարճ խելքով բազմավեկտոր քաղաքականություն, անընդհատ տեղը փոխում է, կես ժամ Ռուսիայի հետ է, կես ժամ Թուրքիայի հետ է, կես ժամ Իսրայելի հետ է, կես ժամ փորձում Ամերիկայի հետ լինել, կես ժամ Եվրոպայի հետ, կես ժամ Հնդկաստանի հետ եւ կես ժամ էլ Պակիստանի հետ, կես ժամ է Չինաստանի։ Այսպիսի ոչինչ պետություն իր ոչինչով, որը աշխարհին ոչինչ չի կարողանում թելադրի, նավթի ու գազի արդյունաբերությունն է շատ անգե, ինքը չի կարող նման վեկտորով խոսալ։ Պարզ ապացույցը ինչ եղավ, ինչպես տեղեկացնում են ջհուդներն են արդեն հերթական Ադրբեջանին ցույց տալիս դեղին քարտը, որպեսզի խաղի մեջ մտնի իրենց կողմից, քանի որ քիչ-քիչ բացելով ինֆորմացիան, հասկանում եք, իրենք սարքելու են այն, ինչ որ ես ասել եմ։ Նախ ջհուդական ինֆորմացիոն ալիքների եւ ինֆորմացիան տվող որոշ ուղղությունների, ավելի շատ ալիքների չէ, ալիքները նման բան չեն ասում, ներքին ինֆորմացիայի արտահոսքի ճանապարհով դուրս է գալիս, որ Ադրբեջանին ընդհանրապես վերացում է սպասում, ըստ հրեական ծրագրի։ Ինչի՞։ Բացատրեմ, քանի որ Ադրբեջանը ստանալով թե ջհուդի օգնությունը, թե Թուրքի, թե Ռուսի եւ թե Պակիստանի օգնությունը, իրեն համարելով աշխարհի լավագույն հաջողված մարդ Ալիևը, որ իրականում ամենաանհաջողն է դրա համար էլ նրան պահի, ես պատմել եմ, փորձում է շոսում Հնդկաստանի եւ Չինաստանի օգնությամբ ստանալ հսկայական քանակությամբ ներդրումներ, որով կկարողանա իր ճիվաղ երկիրը պահի եւ ցանկացած ժամանակ շանտաժանի, ասի տարածքով եք անցնում ներդրումը, ես կարամ ձեր դեմ դուրս գամ։ Պարզ է, չէ՞։ Հաշվի առնելով, որ սա շատ էր ձեռ տալիս Իսրայելին որպես իրեն գաղութի, նա այս ճանապարհը խաղաց։ Բայց քանի որ խաղի ընթացքում ինքը պետք է կատարեր նաեւ Թուրքիայի աշխարհաքաղաքական առաջնահերթությունը պանթուրքիստական պետության, թուրքական երկրների եւ նրանց միացրած Պակիստանի, միանգամից միտումնավոր կերպով նրա վրա աշխատեցին, որ նա մտնելուն պես հարձակվի Հնդկաստանի վրա եւ ասի, որ դու նվաճող ես եւ այլն։
որն էլ սուգորտեց, Ռուսաստանն է խաղը բռնեց, տակից Հնդկաստանին ասեց, դուք ասեց ես կպաշտպանեմ, վետո դրեցին Ադրբեջանի թե ՇՕՍ, թե մյուս BRICS մտնելու վրա։ Ուրեմն ինչի է այսպես եղել։ Նախ հաշվի առնելով, որ Ադրբեջանը փորձում է խաղալ ավելի մեծ խաղ, որ ասում է ոտդ քո վերմակի ջուրապահի, այդքան էլ չի պահում։ Մեծ խաղ փորձելով խաղալ պրո-թուրքական, ես իմ թուրանական պետություն, ես այս մասին շատ եմ խոսել, բայց սա Իսրայելի զեկույցն է։ Փաստորեն դուրս է գալիս, որ այսօրվա Ադրբեջանը արդեն կապից դուրս է եկել եւ խաղում է իրեն համարելով Ալիևը համաշխարհային խաղացող եւ կարող է միջանկյալ դեր խաղալ, որ թուրքական հսկայական պետությունը Թուրանը, որը քարտեզների մեջ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի գրքերում նշված է, որ դա ոչ միայն Միջինասիան Ադրբեջանն ու Թուրքիան են, դա Հայաստանն է, դա արաբական աշխարհի հյուսիսային մասն է, Իրանի կեսն է եւ Ռուսաստանի տարածքի 50%-ից ավելին, եթե ոչ 60։ Բարձր չէ։ Հա, եւ Չինաստանի բնականաբար կեսը, այսպես։ Եվ այս ամբողջի վրա մարդիկ կոնկրետ մարտահրավեր են նետում։ Եվ Չինաստանի պես պետությունը, որը հասկանալով, որ սա խնդրեմ է, իրենք վրցնելու են, շատ գեղեցիկ կերպով մերժում Ադրբեջանի ցանկացած դրած գործարք պատճառ բռնելով, թե Կասպից ծովը փոթորկոտ է, էսա, այնա եւ այլն, բայց իրականում տարածաշրջանում վերահաստատվելու եւ նրանց շպրտելու տարբերակը, որը ներկայացվեց Թուրքիայի խորամանկությամբ Ադրբեջանի ձեռքով, այսինքն փուրը տալով, որպեսզի վարի գնալուց սկզբում բնականաբար ասել եմ, չէ՞, բանը խավության նոխազնա, թող Ադրբեջանը վարի գնա, մինչև տեսնեմ ինչ կանը։ Իր տնտեսությունն է խայտարակ վիճակում, այսօրվա դրությամբ 1 ամսվա ընթացքում Թուրքիան ունի մոտավորապես 3-ից 4% գումարի ինֆլյացիա, որը շուկայում արտահայտվում է 50%-ով, տարվա ընթացքում արդեն 35%, իսկ 5 տարում Արցախյան պատերազմից սկսած 500 քանի տոկոսն անցել։ Ինչևէ, Ադրբեջանի որպես փորձադաշտ օգտագործելով հարցերին, ոնց որ շատ ժամանակ ասել եմ, ռուսներն էին, չէ, Հայաստանի վրա փորձում իրենց մոտանում։ Ադրբեջանը դառավ թուրքական փորձադաշտ, անում են, հետո ված ստացվեց, տուժվելու է Ադրբեջանը, ոնց որ հայերի գլխին սարքեցին։ Եվ հիմա ջհուդները պարզություն են ուզում։ Լավ, դու հիմա ում կողմն ես, թե չէ։ Քանի որ դու չես արտահայտվում ում կողմն ես, բայց իրականում գնում ես Թուրքի կողմ, ոնց որ գաղտնի ծառայությունները զեկուցել են Իսրայելի հատուկ ծառայություններին, ուրեմն կփորձեն մի քիչ ինֆորմացիա դուրս գցել, որ Ադրբեջանը հասկանա։ Չհասկանալու դեպքում այդ ինֆորմացիայի հետ կա նաև հաջորդ ինֆորմացիան, որ Ադրբեջան վերանալու է Ադրբեջանը։ Ուղղակի ֆիզիկապես վերանալու։ Ինչու՞։ Ուրեմն տեսեք, Չինաստանի հետ կոնֆլիկտը չստացվեց, Հնդկաստանի հետ կոնֆլիկտը չստացվեց, ներդրումները չստացվեցին։ Իրեն օգտագործել են Իրանի դեմ եւ բնականաբար հատուկ են օգտագործել քոչվորների տարածքը բռնազավթված Արցախի Իրանի դեմ, որպեսզի հարվածի ուղղությունը, ինչ բերեք այսպեսի բան ասենք, Իսրայելը 1600-1700 կիլոմետր հեռու է։ 1700 կիլոմետր հեռու խփված ամեն հրթիռը արժի կես միլիոնից մինչև 1.5 միլիոն կամ 3 միլիոն դոլար։ Հիմա Իսրայելի բազային շեղելու համար Ադրբեջանի խփելն ավելի հեշտ Իրանի կողմից, թե Իսրայելի, բնականաբար Ադրբեջանի։ Եղավ, որ հարվածի ուղղությունը շեղվավ նաև այստեղ։ Սա երկրորդ հարցը։ Եվ երկրորդը, Իսրայելը օգտագործելով Ադրբեջանը, սա ոնց որ երկրորդ ճակատի տարբերություն, անընդհատ փորձում են չեզոքացնել Իրանին։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ սա Իսրայելի գաղափարը չէ, ինչքան էլ հрьяաները ասենք ուժեղ են, ասել եմ ես ձեզ, որ վերջին ժամանակներում, որ այդ սիոնիստական եւ ամեն ինչը քիչ-քիչ ընկնում է, առաջ է գալիս եւս հին նրանց ստեղծման պապան, մասոն, սիոն, էսինչ, այնինչ, պապան որտեղ ստեղծվեց, բնականաբար Մեծ Բրիտանիայում։ Եվ Մեծ Բրիտանիայի խաղը տարածաշրջանում քաոս ստեղծել, որպեսզի կարողանալ առավելագույնս տիրել իրար ջարդելուց հետո բոլորը բոլորի դեմ, առավելագույնս տիրել ընթացքում եւ այդտեղի օգտակար հանածոները հանել, ինչպես զարմանալորեն մտել են Հայաստան, Լիդիան, Արմենիա եւ այլն բրիտանացիք, ինչպես մտել են արդեն Արցախ, բրիտանացիք ոսկու եւ մնացածի մեջ, ինչպես փորձում են Իրանի նավթի մեծ մասին տիրեն Անգլիա, Ադրբեջանին են քոչվորներին են շանտաժանում, որ 65-70% նավթին տիրեն եւ տարածաշրջանում կռիվ ստեղծել։ Անկախ նայած տարածաշրջանը Քուվեյթը եւ Կատարը բրիտանական գաղութներ են եղել, տնտեսությունը Բրիտանիայի տակ է, խաղում են ֆորս մաժոր, անընդհատ վախեցնելով, որ այն որ ասում է բանը վեճ չդնես, բայց արխային է չլնես, այս վիճակով։ Իսրայելը խփեց Կատարին հատուկ հենց բրիտանական հրամանով։ Էլ եմ ասում, Կատարը բրիտանական տարածք է, չնայած որ թուրքեր կան։ Հիմա բացատրում եմ թույլ տված ինֆորմացիա։ Ինչու խփեց Իսրայելը Կատարին։ Բանն այն է, որ
Իսրայելը տակից բանակցություններ էր վարում Համասի հետ, որը հանդիսանում է իրականում բնականաբար իսրայելական հատուկ ծառայության ստեղծած, բայց զինվորների եւ հոգեբանական իսլամական այդ ոգեշնչման կենտրոնը հանդիսանում է Էրդողանը իր կուսակցության, որը եղբայր մահմեդական եղբայրներ տերորիստական խմբավորման ստեղծողն ու հավաքագրողն է, իսկ վճարողը Քաթարն է, չհաշված որ Թուրքիայի տնտեսական ամեն անհաջողության վճարողը նույնպես Քաթարն է, այս մասին ես ասել եմ, տարեկան ունենալով 80 միլիարդ ավելցուկ փող, մի կողմից պայման Թուրքիային, որ հարցերը առաջ գնա, մյուս կողմից տերորիզմին։ Ինչի, քանի որ Քաթարը հենց այդպես էլ ստեղծվեց տարածաշրջանում, նավթի եւ գազի վրա այս փոքր 10-11 հազար քառակուսի կիլոմետրանոց անապատ պետությունը մի քաղաքով նրա համար, որպեսզի ինքը չունի Քաթարի ղեկավարությունը, ընդհանրապես չունի ոչ մի ազգային դոկտրինա, ցանկացած քաթարցու հարցնես քո դոկտրինան ինչա, ոչ մեկ չգիտի։ Փողը ստանում են եւ վերջ ֆինանսավորելով պատերազմներ եւ տեռոր։ Քանի որ Քաթարում աշկի չունելով ոչ մի բանով բացի նավթ ու գազով աշխարհում ոչ մեկ չի կարող ասի ինչա ստեղծել Քաթարը, ոչ մեկ։ Ոչ մի նորություն, ոչ մի բան, առնում են թանկ նոր բաները արևմուտքի ստեղծած եւ վերջ ստեղծում են անապատի մեջ մի հատ ինչ-որ ասում եմ ես եղել եմ, ահա որ տհաճ տեղ է, որ միլիարդ տան չեմ ապրի ազնվությամբ, իր կատարյալ շոկի համար, որը ես ատում եմ եւ իր այդ դժգույն անապատային գույնի համար, որ ինքնաթիռից նայում ես, արդեն քեզ ինֆարկտը խփում է, մյուս կողմը ծովը, կեղտոտ այդ նավթը վրան լողանում է, մյուս կողմը անապատ, մի հատ Դոհա քաղաքում են ծառեր տնկե, ժողովուրդ ջան, ամենամիջին ջերմաստիճանը 48 աստիճան։ Մինչև ավտոբուսից վազում ես օդանավակայան, ինֆարկտը քեզ խփում է։ Երկիրա, որտեղ դու դուրս չես գալու, դու պետք է մնաս շենքերի մեջ, կաբինետային առնետի հոգեբանությամբ։ Ինչևէ, հիմա ինչ է կատարվել։ Տակից որ բանակցում են Իսրայելը, համոզում են, որ Համասի ղեկավարությունը բնականաբար թուրքերին էլ պիտի հանդիպեն Կատարում։ Հիշեցնեմ ձեզ, որ բոլոր Ալ-Կայդա, Համաս, Եսիմ Թալիբան եւ մնացած ղեկավարությունների գրասենյակները զարմանալիորեն գտնվում ամենափոքր, բայց հարուստ պետությունում Կատարում, ինչի չի լինում Սաուդյան Արաբիայում, ինչի չի լինում Էմիրատում, հա, Օմանում, Եգիպտոսում, վերջապես ամենամեծ արաբախոս երկրում, ոչ թե արաբախոս։ Բանից պարզվում է, որ Քաթարում հավաքվում են եւ Իսրայելը հասկանալով, որ սրանք հավաքվել են թուրքերի հետ ու տակից խաղ են տալու ժամանակ ձգելու, որպեսզի խփեն, ինֆորմացիան հասնում է, որ թուրքերը ինչքան է ցույց են տալիս ջհուդների հետ են, բայց իրենց ուզում են համարել Օսմանյան կայսրության իրավահաջորդը որպես պաշտպան մամեդականների, պատրաստվում են հрьяաների դեմ մեծ տերորի մուսուլման եղբայրների օգնությամբ։ Եվ Իսրայելը հաշվի առնելով, ինչ այլոց ասեմ, սա իսրայելական տեղեկատվության արտանետումն է գաղտնի, որը ես ընթերցում եմ բառաց իմեջի։ Ես հեսա կբացատրեմ, իմ կարծիք ուրիշ է, միշտ եղեք գիտեք։ Եվ նրանք հենց այս շենքի վրա, հյուրանոցի վրա հատուկ միլիմետրով խփում են եւ հյուրանոցը պայթում է։ Ու աշխարհի ամբողջ մարդիկ ապշած, մանավանդ Քաթարի, որը կյանքում պատերազմ չի տեսել, հա միշտ եղել է գաղութից ուղղակի անկախացել է 83 տվին, եթե չեմ սխալվում, բրիտանական գաղութից անկախանում է, ինքն ու Էմիրատներ անկախանում են առանց որևէ բանի ու դառնում են պետություն, նավթի հաշվին դառնում են դրախտ։ Դրա խփեք Դուբայի նկարահանեք 83 թվին եւ Քաթարի, ժողովուրդ ջան, Քաթարում մինչեւ 1983 թիվը ապրել է 20 թե 30 հազար կոչվոր։ Պարզա չէ, նրանից հետո քիչ-քիչ այդ նավթի շնորհիվ սկսել են շատանալ, իսկ Քաթարային երկիրն է, որտեղ քաղաքացիություն չեն ստանում, քաղաքացիություն ստանալու համար պետք է 25 տարի ընդհանրապես Քաթարից դուրս չգաս, ընդունես մամեդականություն ու քեզ իմամները հավաստեն, որ դու անընդհատ գնում ես աղոթելու եւ այլն, ապրում ես այդ օրենքով։ Այսինքն համարյա անհնար, բայց այստեղ քաղաքացիություն են ստանում զարմանալիորեն եղբայր մուսուլմանները, որոնց ծածկատեղին լինում է այստեղ, իսկ եղբայր մուսուլմանները միշտ էլ հանդիսացել են Համասի մաս եւ ինչքան էլ ջհուդները փորձել են կառավարել, խփել են Իսրայելի։ Այսինքն ոնց է, ոնց որ կվերցնենք, կոպիտ վերցնենք, ոնց որ երկրի ներսում գոյություն ունի ներքին գործերը, ազգային անվտանգությունը, բայց գողականները նաեւ բացի իրանցից ուրիշ բաներ են անում։ Հենց շատ են չափանցնում, ձերբակալվում են կամ սպանվում են։ Հենց չէ, սրանք փորձում են ներել, որ բանի վերահսկողության տակ պահեն ընդհանուր երկիրը, չէ՞, նույն վիճակն է, այսինքն ինչքան էլ Համասը ջհուդների ստեղծածներ, բայց ունեն իրենք ճյուղեր, որոնց վրա չէր աշխատում։
Դրա վրա աչք էին փակում, որպեսզի մեջ հարված չլինի, բայց ինչ վերաբերվում է, որ արդեն Իսրայելի տնտեսական վիճակը քանդում են Իսրայելը, իմիջիալից ինքն էլ է հայտարարել, որ Իսրայելը կարող է գոյություն չունենա այստեղ։ Հասկանալի է, այս ծրագրի մեջ են, որ ասում եմ տեղափոխվելու է Շիրվան։ Այսինքն գործողությունների մեջ միտումնավոր կերպով հարվածվում է։ Ես համաձայն եմ միտումնավորի, այս արդեն իմ կարծիքն է, բացատրեմ ինչի, որպեսզի Քաթարից կամ արաբական երկրներից հարված կա եւ Իսրայելի ժողովրդին տեղափոխեն, ասելով որ մեզ ջարդում են, էլ այստեղ չենք կարող։ Բայց մինչև այդ հասնելը ասեմ ձեզ, որ Ադրբեջանը օգտագործում այս հայացքից, ստանալով նաև փող, ստանալով նաև օգնություն երկու կողմից եւ փորձելով արաբական եւ մամեդական լիգայի երկրներին, որոնք հավաքվել են, քվեարկել դեմ Իսրայելին։ Այսինքն Իսրայելը, որ իրեն պահում է միշտ Անգլիայի եւ Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկայի բացարձակ պաշտպանությունը, դուրս է գալիս, որ Ադրբեջանին ինքը աճացրեց եւ Ադրբեջանին պիտի պատժել, ինչպես ասում են հрьяաները, պետք է պատժենք, որովհետեւ նա դուրս է եկել մեր վերահսկողության տակից։ Իսկ այս մասին ես դեռ 3 տարի առաջ ունեմ հաղորդում, որ ասել եմ ոչ թե նրա համար, որ Ալիևը ավելի խորամանկա, քան ջհուդները Էրդողանը, ոչ, ուղղակի խաղության նոխազների համար միշտ բարձրացնում են վերև, որ գծելուց միանգամից 1000 կտորը լինի, որ ներքևից գցեն, այդքան չի ցավայ, ասենք սրանք փորձում են այլ տարբերակ, դրա համար է, որ հրեական շատ բլոգերներ, նույնիսկ կառավարության անդամներ, իսկ Նաթանյահուի նման այլասերվածը կյանքում չէր ասի, ես հենց ճանաչեցի հիմա ԵՂՌ-ն հետո, այսինքն այն հարցը, որ նրանք փորձում են հիմա Սիրիա շահելու գնալ հայերին, սա հենց այնպես չի, որտեղ ցանկացած ժամանակ ջհուդի հաշվարկում, ինչպես նաև Բրիտանիա, այսպիսի բան կա, ինչի միայն մենք պայքարենք մեր զինվորը մահանա, որ այդ երկիրը քանդենք, այդ թող մյուսներն է պայքարեն, օգնենք նրանց պայքարել, ինչքան պետքա կտանք կամ չենք տա, պարզա, բայց թող նրանք պայքարեն, գոնե իրենց վրեժը անեն։ Սա հրեական քաղաքականության եւ բրիտանական քաղաքականության ասպեկտն է։ Այսինքն տարածաշրջանում ստեղծել մի քաոս, որ բոլորը բոլորի դեմ լինեն, մինչև իրանք պղտոր ջրում իրենց ձկները կհանեն։ Հենց կհանեն կստաբիլիզացնեն, զորք կվերեն կամ տնտեսական միջոցներով կամ իրենց ազդեցությամբ կհանգստացնեն եւ վերջ։ Սա նախատեսված է Ադրբեջանի հանդեպ, ինչպես ինձ թվում է այս ինֆորմացիան հասցրել են Բաքու, ուղղակի որ հասցնելուց հետո մի հատ էլ այսպես իբր թե միամիտ արտահոսք են գցել, որպեսզի տեսնեն, հասկանան, ընդհանուր եսեր խոսեն, իմ նման հազարոկի է խոսեն, որպեսզի հասկացվի եւ լսվի, քանի որ էջնայում են 600-ից ավելի ադրբեջանցիներ, հասկացվի լսվի, որ ինչա սպասվում իրենց։ Պարզը սա է պատճառը, որ Ալիևը արդեն չգիտի ոնց անի իզոլացիայի մեջ, չգիտի որ մեկի կողմից գնա, քանի որ ինքը բոլորին գցել է, փորձում է բոլորի աթոռին նստի, իմիջիալոց իսրայելական տեղեկատվության մեջ նշվեց, որ Ալիևը Նիկոլը Էլիասից իրար նման հիմարացված փորձում են բոլոր աթոռներին նստել, իսկ հիմար մարդկանց պատժել լինելու է։ Բայց Ադրբեջանի կործանման համար խոսվեց Հայաստանի մասին լռություն էր։ Ինչի համար եմ ասում, ոչ թե ուրախացեք, որ չի կործանվելու, այլ այս մասին երևի ուրիշ բան են կազմակերպել։ Խնդրում եմ ամեն ինչից միայն շահ մի տեսեք, ես իրականությունն եմ ասում, բայց վախը մի ունեցեք, քանի որ մեր հողին մենք դարերով ապրել ենք, հողի պատասխանատու եւ պաշտպանը մենք ենք, ոչ թե Նիկոլը, ոչ թե նրա նմանները, Սերժը, Ռոբը, Լևոնը եւ մնացածը։ Պարզ է։ Սա ընդհանուր առմամբ ասում եմ ես ձեզ իսրայելական արտահոսքից պետական լրատվականի, որ առաջի հարցը Ադրբեջանը կործանելու են, որտեղ նման երկիր, որը խառնակում է, ոչ մեկին պետք չի։ Հիշեցնեմ ձեզ, որ երկու համաշխարհայիններում Լեհաստանը այնքան խառնեց իրավիճակը, որ ամենաշատը լեհերին կործանեցին, եւ ռուսները, որ այսօրվա դրությամբ լեհերին խփեցին, էլի տեսեք հարված ուղղությունը եղավ լեհերից, որովհետև Ուկրաինայի հարցով ամենաշատը ողջավորված էին լեհերը, ամենաշատ զենքը տվել են, հա, օկնականներին տվել են, որ հարձակվեն, որպեսզի Ռուսաստանին թուլացնեն եւ այլն, այսինքն այն հոգեբանական նեղվածությունը, որ Ռեջ Պոսպոլիտան քանդել են, լեհերը ամեն ինչի տակ գնում են, բայց ցանկացած անգամ գնալուց ամենամեծ հարվածը բոլոր կողմերից ստանում են լեհերը։ Հիշեցնեմ ձեզ, որ լեհերի պետության կործանումը սկսվեց ոչ թե առաջինը ռուսներից, ես չեմ պաշտպանում ռուսներին, տականք է ռուսները, բայց առաջինը կործանումը սկսեց իրենց խելքից։ Այն Նիկոլի նման բարիություն արեցին,
Պրուսիայի գերմանական զորքերին թողեցին իրենց կարճ խելքով, որ իրենց տարածքով անցնեն հարձակվեն Ռուսաստանի վրա։ Իսկ պրուսական զորքերը, քանի որ իրավունք ունեին իրենց տարածքով անցնեն, առանց կրակոցի հասան տարածքի բոլոր ամրոցները։ Էլ ինչի անցան, գրավեցին ու պրծան։ Գրավեցին եւ վերջ, լեհերը արդեն կործանվան։ Սկսեցին արդեն Ռուսի ու Ավստրիայի հետ իրար մեջ կիսել, 6 անգամ կիսեցին պատերազմի արդյունքում, թե ում շատ կմնա։ Ոչ թե կռվում էին, որ Լեհաստանը անկախանա, այլ կռվում էին, որ ում ավելի շատ կտոր կգնա։ Պարզ է, չէ՞, այսինքն զիջելու քաղաքականությունը միշտ բերում է սրան։ Ես այս մասին բազում անգամ եմ խոսել։ Մինչև Չինաստանի իշխանությունը Տիբեթի կայսրությունը մեծագույններից մեկն էր Ասիայում։ Բայց քանի որ նրանք գնացին, որ մենք սպանող չենք, մենք Բուդդայի զավակներն ենք, մենք խաղաղություն ենք ուզում, չինացիները գրավեցին Տիբեթը, վերացրեցին պետությունը, սարքել են պրովինցիա, տիբետցիների թիվը 4-5 միլիոնը հազը մի քանի միլիոնը եւ դառել է չինական պրովինցիա, Չինաստանը կուզի կզարգացնի, չէ, 5 վայրկյանում կշնչի կգնա, ինչ ա եղել։ Ինչ ա եղել, 10 միլիոն չինացի ա վեր ապրելու, ինչ կլինի։ 20-25 տարի հետո 10 միլիոն չինացին կլինեն, 20-25 միլիոն տիբետցիները կմնան 5-6 միլիոն։ Վերջ։ Այսինքն այդ զիջելու քաղաքականությունը ամենավատն է։ Ոչ թե Նիկոլն ա զիջում, Սերժն ա զիջում, Ռոբն ա զիջում, Լևոնն ա զիջում ի հրաման ջհուդ բոլշևիկյան Ռուսաստանի։ Իմիջիալս մի բան եմ ուզում հիշեցնեմ ձեզ, այդքան ասում եք Ուկրաինայի տարածքում ստեղծելու են Խազարիա, հարգելի հետևորդներ։ Մի ձեզ գցեք միֆերի մեջ ու բառ լսեք ու ինչ-որ դեբիլ մի քանի հատ կիսահիվանդ ուղեղով պառավ ու բիձեքի լսեք, որոնք արդեն կործանվել են։ Խազարյան վաղուց կա ու ստեղծված է։ Դրա ղեկավարները Ուկրաինայի բոլոր ջհուդ ղեկավարներն են եւ կոմունիստական Ռուսաստանի ջհուդ։ Ինչ է փոքրացնում տարածքը Ուկրաինայի եւ ինչ-որ Ռոստովի վրա։ Հենա 17 միլիոն 75 Ռուսաստանա, 800 600 5000 էլ 600 4000 էլ Ուկրաինան է։ Խեք փոքրացնում 17 միլիոն 800 հազարի վրա 700 հազարի վրա Խազարիա կա։ Ինչ եք ուզում նոր հիմարություններ ասեք ջհուդները։ Դրանով փրկում եք Ռուսաստանի Պուտինին եւ մնացածին, հա, բոլոր ջհուդներին, թե ամբողջ բանի Ուկրաինայի ջհուդներին։ Փորձում եք փրկել, թե դրանք լավ մարդիկ են, հա, ջհուդը գալու է գրավի, ջհուդը արդեն եկել ու գրավել է, այդ թվում նայել Հայաստան։ Հիմա կներկայացնեմ մի հատ էլ պատմական փաստ վերլուծական շատ հետաքրքիր ձեր համար, որը վերաբերվում է մամեդական կրոնին։ Հարգելիներս, մամեդական կրոնի մեջ տեսել եք, որ մեկ կա կենտրոնում մի հատ խորանարդ, հա, որը կոչվում է Կաբա, որը կուբ բառն է, էլի, խորանարդ, որի շուրջը անընդհատ մամեդականները ֆռում են, չէ, 7 կրոպ պիտի ֆռան, որը հարճի գնացողները եւ այնտեղ մի հատ քար կա, պիտի կպնեն, իբր այդ քարը սպիտակ է եղել, երկնքից անգե, ես իմ աստվածային քարը, բոլորը ձեռ են տալիս, պատճում են, մի քիչ կարմրել է։ Ինչպես տեղեկացնում են, նախ այդ ով բացի տեսնի Կաբան, բոլոր կողմերից տարեկան տարբեր Ղուրանից հոդվածներ է ձեռքով կարվում ոսկեթելով եւ կախվում։ Բայց ինչ է գտնվում այդ Կաբայի մեջ, ոչ մեկ այդ մասին չի ուզում ասի։ Լավ, ինքը մի հատ տարածք է, որի մեջ կուբի մեջ պիտի ինչ-որ բան լինի։ Բոլորը ասում են, թե չէ, դա բան չի։ Դատարկ տարածք է, հարգելիներս, դատարկ տարածք չի կարող լինի։ Քանի որ բերեք հարցնեք, որտեղից է ստեղծվել դա, դեռ այն ժամանակ, որ արաբները բազմաստվածություն ունեին, որը բավական նման էր մեր աստվածներին եւ մյուս բազմաստվածությանը, անունները կիսափոխած, այդ տարածքում, այդ կուբի տարածքում, այդ խորանարդի տարածքում գտնվում էին նրանց արձանիկները։ Եվ վերջապես այդ արձանիկները բերելու համար, որ քրիստոնեությունը չկար, ով է համարվում նրանց առաջնորդ։ Եվս մի բացահայտում, նրանք համարում են Իբրահիմին, որը Աբրահամն է, այսինքն Աբրահամի շուրջ են ֆռում, բայց այդ արաբները, որ ասում են մենք մամեդական ենք, ջհուդներ իրար են ջարդում, բայց չեք բոլոր ֆռում ըստ իրենց ասած ջհուդ Աբրահամի կռուկը կուբի շրջանակներում, հա, խորանարդի։ Բա որ Աբրահամն է հիմնել դա դրանց լցել է տղին, չեք ֆռում։ Բա լավ, բերեք վերցնենք ցանկացած աստվածները, մեծագույն աստվածները, որին դուք ասում եք, չի կարելի քննադատել, տեսքը չի կարելի նայել, վերև չի կարելի նայել, պարզվում է սա վերցրած է հին բազմաստվածության աստվածներից մեկից, որը եղել է թե Միջագետքում, թե Շումերների ժամանակ, թե մյուս։ Հարց. կոտորելով քրիստոնեական արժեքներ, բերելով զոռով սարքելով եւ ձեր ուզածը սարքելով կաթոլիկ մնացած արինով փաթաթելով, դուք իրական Քրիստոսին, որը էլի եմ կրկնում, եթե Քրիստոսը ջհուդ էր, ինչի ջհուդները վտարեցին։ Մարդը խոսում էր արամեերեն, իսկ այդպիսի լեզու, որպես արամեացի չկա, դրանք հայերի ու ասորիների խառնուրդն են, հիմնական ոսկորո գանգային ձևը եւ պատկանելությունը հայկական է։ Այսինքն դուք կոտորում եք հայերին։
Եվ վերջապես ինչ է այդտեղ պահում հին հայկական աստվածներ։ Եվ վերջապես ինչի է մահմեդականությունը կոչվում Աբրահամի պաշտամունքի կրոն։ Հարց. բա որ Աբրահամի պաշտամունքի կրոնը, էլ ինչ մահմեդական։ Հիմա դուք այս բոլորը բարձրացայնվում այլի շատ տեղերում, ժողովուրդ ջան։ Էլի ինֆորմացիան ուղարկում են հրեաները։ Ինչի համար, որպեսզի ինչ անեք, քանդելու համար եւ նոր կրոն ստեղծելու համար։ Հասկանում եք, չէ՞ խաղի կանոնները ինչպես է փոխվում։ Այսինքն ցանկացած ժամանակ, ցանկացած պահին կարող են բացել ցանկացած կրոն եւ հենց այդ կրոնի մեջ իրենք ցույց տան իրենց տեղը եւ այդ կրոնը քանդվի։ Բա որը ես որ ասում էի ջհուդները սարքեցին մամեդականությունը, որպեսզի կոտորեն քրիստոնյաներին, իրար մեջ արհեստական հակասություն սարքեն, զարմանալիորեն նույն ջհուդ Ստալինը սարքեց գողերին ու ջեպկիներին իրար դեմ հանեց, հետո գողերին ու խուլիգաններին։ Չէ, բաժանիր որ տիրես հոգեբանությամբ։ Իմիջիայլոց երեք ասացի, այսօր էլ պիտի ասեմ ով չի լսե։ Ստալինին որ Բերթում կոտրած են եղել, այն ժամանակ էլ Բերթում լավովատ տղա եղել, գողականների հիմքը դրել է Սոնյա Սոլոմոնովան, պոլսկի աշկենազ, լեական աշկենազ ջհուդ, ինքն էր դրել լավ տղեկի, վատ տղեկի, որ Ստալինին ուզել են կոտրեն, կոտրած են եղած որոշ հարցերի եւ մինչեւ վերջ չեն տարել պիտուխի վիճակի, քանի որ փրկվել է Կամոյի քսիփով, իսկ Կամոն եղել է գողական։ Հիմա տեսեք, նույնն է սարքեց Ստալինը, այսինքն այն ինչ զոնում էր, սարքեց պետություն։ Հիմա նույնն է սա, նույն ջհուդների հոգեբանությունը։ Բերեցին քրիստոնեություն, մարդկանց իրենց ասելով իրենք են բերել, հանգստացրեցին, գլուխը դեմ տուրես, սարախելոք մնա, չենթարպես էս կլինի, այն կլինի, միայն Աստծուն հավատա եւ վերեցին մի ագրեսիվ կրոն սարքեցին, որի մասին ես արդեն ասել եմ, Մահմեդը մի հատ խուժան խուլիգան լակոտ էր, Ալֆոնս, որը բեռնակիր էր, ոնց կարելի է բեռնակիրին հավատալ, որը բեռը կրում էր Ֆաթիմայի, որի ամուսինը մահացել էր հարուստ կնոջ, հետո ելավ այդ կնոջ ծոցը մտավ, հետո սկսեց լեկտություններ գրել, թե երազատենում, թե 12 տարեկան, ընկերոջ աղջկան 9 տարեկան, պետք ինքը 53 տարեկան տանի կնիկ սարքի եւ այլն, սա լրիվ մեր բոլոր օրենքներով աշխարհի պետոֆիլիա է, դրա համար ես սրան շատ չեմ անդրադառնում, բայց հիմա հարց եմ տալիս, լավ, մահմեդականից առաջ կրոն ունեն, այդ կրոնի բոլոր բաները, իկոնաները պաշտամունքի մնացել են։ Պարզվում է, որ իրանց իսլամի հիմքում ընկած է թեկուզ Ջեբրելը նույն Գաբրիել հրեշտակն է։ Չէ, այդ ո՞նց է լինում, որ 5 կտակարանը համապատասխանում է Ղուրանի հին մասին։ Այդ ո՞նց է լինում, որ քրիստոնեության Աստվածաշնչի 5 կտակարանը ջհուդինն է, իսլամի Ղուրանի 5 կտակարանը ջհուդինն է, ու պաշտամունքը գնում է Աբրահամի, ինչի համար։ Ո՞վ է ստեղծել սա, բնականաբար իրենք, իսկ հիմա ինչի են բարձրացնում, որպեսզի փորձեն նոր կրոն մտածելու, որը իրենք դեռ ճանապարհին են, բայց կրոնը դա չի անցնելու, որտեղ հոգու մեջ մտածը կյանքում չի կարելի զեմքով կամ վախեցնելով անել։ Հանում են նրանց, ովքեր Արարատը կարան վաճառեն, վաղը տեղասեն, եսի ինչ սև շուն եւ այլ։ Պարզա չէ։ Ահա այսպիսի իրավիճակներ կա։ Ես կարող եմ երկար պատմել մահմեդականության մասին, երկար գաղտնիքների մասին, ոնց որ քրիստոնեական, բայց հարգելիներս, հաղորդում ուզում եմ ավարտել, քանի որ այսօրվա մեր ամենակարևոր հարցը մեր հայրենիքի պաշտպանությունն է։ Անկախ նրանից միջազգային քաղաքականությունը ինչ իրավիճակ կստեղծի տարածքում, բարենպաստ կլինի թե չէ, եթե մեր Հայաստանում մենք մեր տեղում չենք, մեզ բացի վնասից ոչ մի օգուտ չի հասնի։ Իմիջիայլոց նկարի մեջ հեռվում, եթե նայեք հայլու մեջ, դա իմ նկարած Արարատն է, իմ պատկերացմամբ կանաչ ծաղկած Արարատ։ Այնպես որ Արարատը մեր բոլորի հոգու մեջ է։ Անկախ նրանից որտեղ ենք ապրում, մեր հոգու մեջ է։ Մենք փոքր ժամանակվանից սար նկարելուց նկարում ենք մեկը փոքր, տեսեք, մեկը մեծ, անկախ դրանից է մեր մոտ ստացվում։ Մենք կյանքում sense տարբեր գագաթ սար չենք նկարում։ Մենք միշտ այսպես ենք նկարում, մի հատ փոքր, մի հատ մեծ։ Եվ դրա համար էլ հիմա որ Նիկոլ Փաշինյանից ձեն չեք հանում, դրեք բոլորը ձեր տան պատուհանները, որ Արարատը երևում է Երևանի բոլոր պատուհաններից համարյա ու համարվում է թանկ տուն, դրեք բոլոր այդ պատուհանները քարշ արեք։ Վախեք նայում Արարատին, մի նայեք, քարշ արեք, պրծեք, որ ձեն չեք հանում։ Սա նույն էֆեկտն է, եթե դուք ձեն չեք հանելու Արարատը հանելու համար, ուրեմն քարշ արեք պատուհանների։ Մի խոսքով ավարտում եմ հաղորդումը, հիշեցեք, հայա նա, ով արարիչի սերունդն է, ում անունը իրոք հայ է, որովհետև Աստծո անունն էլ է հայ, ով որ Աստծո լույսը իր ուղեղում եւ սրտում կրում է։ Իսկ այն մարդը, ով որ ամեն ինչից հրաժարվում է
իր ազգին դավաճանում է, նվաստացնում է, սպանում է, օրգանները ծախում է, աշխատացնում փողը չի տալիս, վտարում է, բռնանում է, բռնաբարում է, նա վերանում է հայ լինելուց։ Դրա համար Աստված միշտ հայ ազգին օգնական լինի, իսկական հայն։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, քանի որ նրանք տմարդի են եւ ամեն ինչի ընդունակ։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արտինում, Բաբերդում, Թոխատում, Կիլիկիայում, Սինոպում, Սամսոնում, Զմյուրնիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն